Շնորհակալություն պարոն Երիցյան, մանրամասն զեկույցի համար։ Ինձ երկու հարց է հետաքրքրում։ Ինչպես նախարարը նշեց, ներկայումս գործող տեղեկատվական համակարգերի գործակալությունը մինչև տարվա վերջ արդեն կդադարի գոյություն ունենալ եւ դրան կփոխարինի նոր ստեղծված հանձնաժողովը։ Ես գիտեմ, որ այդտեղ լրջագույն մարտահրավերներից մեկը դա կադրերի խնդիրն էր եւ բարձր աշխատավարձերը։ Հիմա եթե տեղեկատվական համակարգերի գործակալությունը այդ առումով որոշակի ճկունություն ուներ, հանձնաժողովը կարգավորվում է այն օրենքներով ու կանոններով, որով մնացած պետական ու ինքնավար մարմինները։ Այսինքն ըստ էության ես պատկերացնում եմ, որ մենք ունենալու ենք աշխատավարձերի խնդիր, մրցունակ աշխատավարձերի խնդիր, ոնց է պատկերացնում դրա լուծումը։ Եվ երկրորդ հարցը, թվայնացման process-ը իրոք շատ կարևոր է եւ այստեղ արագությունը կրկնակի կարևոր է։ Ես հիշում եմ, երբ այս քննարկումները նոր ենք սկսել, մենք ինքներս մեզ համար ինչ-որ տենց ժամանակահատված էինք որոշել, որ 3 տարի հետո ունենալու ենք շոշափելի ցուցանիշներ, այսինքն առնվազն 1 միլիոն մարդ կկարողանա լիարժեք օգտվել թվային ծառայություններից։ Եթե ճիշտ եմ հիշում, այդ 3 տարվանից արդեն 2 տարին անցել են, ակնհայտ է, որ մենք այստեղ դանդաղում ունենք, բայց գոնե այս պահի դրությամբ կարող եք ասել, մենք այս պահից սկսած մոտավորապես ինչ ժամանակահատված հետո կունենանք այն համակարգը, որի մասին որ դուք խոսում եք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մրցունակ աշխատակազմի մասով ես ելույթում անդրադարձա եւ շնորհակալություն հայտնեցի եւ կառավարությանն ու ազգային ժողովին, որովհետեւ պրոֆեսիոնալ հատվածը կիբերանվտանգության տվյալների եւ նույնականացման այդտեղ ապահովված է, որ կարողանանք շուկայական աշխատավարձեր ապահովել։ Հանձնաժողովը եւ աջակցող անձնակազմի մասով հետևելու ենք հանրային ծառայությունների օրենքների պահանջին, իսկ մասնագիտական թիմերը հանձնաժողովը ինքն է սահմանելու կառուցվածքը եւ աշխատավարձների համար երկու կարեւորագույն պայման է դրված, որ ես էլի եմ կարեւորում։ Մեկը աշխարհի լավագույն ստանդարտն է դրված, որ աշխատատեղերը նկարագրվեն միջազգային ստանդարտներին համապատասխան, ISO-ի ստանդարտ է դրած, որը հավատարմագրվել է աշխարհի խոշորագույն 12 հավատարմագրման մարմինների կողմից, եւ երկրորդը շուկայի նկատմամբ տվյալները պիտի վերցնենք, համեմատենք եւ աշխատավարձները կարող են համապատասխանել շուկայական պայմաններին կարգավորվող ոլորտի։ Այս երկու հարցերը օրենսդրությունը լուծել է, որը կարծում եմ էական, բայց դրա ինստիտուցիոնալացումը իրոք մարտահրավեր է, ոնց որ ասեցիք, դրա համար մենք մասնագետներ ենք հիմա ներգրավում եւ միջազգային կորպորատիվ ու կառավարման գիտելիքներով եւ տեղական օրենսդրության իմաստությամբ, որ կարողանանք սա ճիշտ ձևակերպենք եւ սահուն կերպով այդ անցումը իրականացնենք։ Արագությունը, եթե կհիշեք, ճանապարհային քարտեզ սահմանվեց, հաստատվեց, դա 2.5 տարվա ճանապարհային քարտեզ էր, պլյուս 1-ից 2 տարի հասունացման ժամանակաշրջան։ Նույնականացում այդ 1 միլիոն մարդ, որ պետք է ունենա նույնականացում եւ ստորագրություն, որով արդեն on-line սերվիսներից կարող է օգտվել, դա այս տարվա ավարտին մենք կունենա, այս պայծությամբ արդեն 500,000 մեր քաղաքացիներ ունեն ժամանակակից էլեկտրոնային նույնականացում եւ էլեկտրոնային ստորագրություն։ Այսինքն մոտ ենք թիրախին, որովհետեւ EMID ընկերությունը, որը ստեղծվել է բանկերի եւ տելեկոմների համատեղ ջանքերով, իրենք նաեւ դրանք ներդնելու են մասնավոր հատվածում, այսինքն մենք անվտանգ ծառայություններ ենք ստանալու ոչ միայն պետական հարթակներում, այլ նաեւ մասնավոր մեր ծառայություններում, որը այսօր տեսնում ենք գնալով խնդիրներ առաջացնում մարդկանց տվյալները պաշտպանելու եւ անվտանգ ծառայություններ մատուցելու առումով։ Այսինքն մենք 1-2 տարիների ընթացքում առնվազն 12 կյանքի իրադարձություն ենք սահմանել մարդու ծնվելուց մինչեւ մահ, 6-ի մասով կունենանք սերվիսներ, որոնք հասանելի կլինեն անվտանգ միջավայրում, հարթակը կայքում եւ նաեւ հեռախոսի բջջային հավելվածի միջոցով։ Շնորհակալություն։ Ճիշտ եմ հասկանում, պարոն Երիցյան, որ դուք որպես հանձնաժողովի նախագահ եւ անդամները իրանք վարձատրվելու են մի տրամաբանությամբ, իսկ աջակցող մարդիկ, որոնք նեղ մասնագիտացում ունեն, կարող է օրինակ հանձնաժողովի նախագահից մի քանի անգամ ավելի վարձատրություն ստանան, սա մեկ, եւ երկրորդը, ես հասկանում եմ, որ այդտեղ բազում խնդիրներ կան ու
process-ը այդպես է չի, բայց մի քիչ որպեսզի ավելի կոնկրետացնենք, հենց ձեր նշած օրինակը, որ մարդը տանը նստած 15 րոպեի ընթացքում կարողանա մեքենա գնել կամ վաճառել կամ նոտարական որևէ գործարք կատարել։ Մենք երբ կհասնենք այն կետի, երբ որ ամբողջ հասարակությունը, եթե ցանկանա այդ գործողությունները կատարել, կարողանա on-line կատարել։ Նայեք, եթե ուզում ենք պատկերացնել ապագան բոլոր ծառայությունները ինչպիսին են, հենց մեքենայի առուվաճառքը, քանի որ ներքին գործերի նախարարությունը շատ լուրջ առաջնորդել է եւ մենք աջակցել ենք միասին, այսօր մեքենան կարող եք, եթե սովորական համարանիշով է 10 րոպեվա ընթացքում վաճառել եւ գնել հենց այսօր։ Որևիցե տվյալ չեք մուտքագրում, ամբողջ ձեր տվյալները համակարգում են, ընդհանրապես մուտքագրում եք ինչ գնով եք վաճառում, որ պայմանագրում արտացոլվի, եւ դա ավարտվում է 10 րոպեվա ընթացքում։ Հաջորդ փուլը լինում է մեքենան ներկրելը, մինչեւ տարվա վերջ կլինի ավտոմատ, որ էլի 10-15 րոպե ներկրված մեքենան էլ, եւ այստեղ շատ ֆունդամենտալ իրավական փոփոխություն է տեղի ունեցել, համարանիշի տրամադրելը առանձնացվել է սեփականության փոխանցումից, որ ֆիզիկապես գնալ տեղում համարանիշ հանձնել ստանալը դուրս գա եւ սա փորձում ենք նաեւ լուծել այն ձևով, որ համարանիշը նորից մարդիկ չգնան, հերթեր չկանգնեն եւ այլն, այլ փոստի միջոցով օրինակ լուծվի այդ հարցը։